Ողջույն, Փաշինյանն ու Ալիևը դարձյալ հանդիպել են, այս անգամ Դանիայում։ Այդ մասին կառավարությունը տարածել է հաղորդագրություն, բայց հանդիպման մասին ոչ մի նորմալ ինֆորմացիա չկա։ Նախորդ հանդիպումների նման ամբովանդակ հաղորդագրություն։ Կողմերն ընդգծել են պայմանավորվածությունների նշանակալիությունը։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը։ Կողմերը կարևորել են, կողմերը քննարկել են, կողմերը մտքեր են փոխանակել, կողմերը ողջունել են եւ այլն, այս կարգի է այդ ամբողջ հաղորդագրությունը։ Նախորդ հանդիպումների ժամանակ էլ այսպիսի անդեմ բաներ էին տարածում։ Ողջունում ենք, կարևորում ենք, ընդգծում ենք, վերահաստատում ենք եւ այլն, իսկ վերջում նախաստորագրեցին Ադրբեջանի պարտադրած թուղթը։ Ասաց Ադրբեջանը, մենք ուղարկել ենք կետերը, Հայաստանը խմբագրել է, նորից նույնը ուղարկել ենք, էլի խմբագրել է, բայց ի վերջո ընդունել է։ Ասում եմ, կողմերը կարևորել են վստահություն ձևավորող միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը։ Ինչ է դա։ Պարզաբանող կլինի, վստահություն ձևավորող միջոցառումները այդ կոնկրետ ինչ են։ Մեր ընկալումը այնպիսին է, որ վստահություն ձևավորելու համար Ադրբեջանը պահանջում է, որ սահմանադրություն փոխես, պահանջում է, որ բանակի թիվը կրճատես, պահանջում է, որ զենք այլևս ձեռք չբերես, պահանջում է, որ Փաշինյանը բոլոր ամբիոններից հայտարարի, որ արցախցիներին Արցախ վերադարձնել չեն էլ պատրաստվում, չեն քննարկում այդ հարցը։ Դու դրանք համաձայնում ես, որպեսզի իր մոտ վստահություն առաջանա, որ այո, դու իսկապես հանձնված ես։ Իսկ ինչ է անում նա վստահության մթնոլորտի համար, ինչպես որ մինչ այս ամեն ինչը տեղի է ունեցել միակողմանի, նույնը եւ հիմա է։ Ադրբեջանը, որ ակտիվորեն զինվում է ու առանց թաքնվելու, բա վստահության մթնոլորտը էլ ուր մնաց։ Այդ դեպքում այս հանդիպմանը ինչ են քննարկել վստահության մթնոլորտի համար։ Թե դարձյալ ինչ զիջի Հայաստանը, վստահության մթնոլորտի համար արդյոք կարևոր պայման չէր գերիների հարցը։ Այդ հայտարարության մեջ չտեսանք կետ, որ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են գերիների հարցը։ Գերի բառը նրա մտքում չկա ընդհանրապես։ ՄԱԿ-ի ու ԵԽԽՎ ամբիոններում նույն տեքստն էր, copy paste էր արել։ Կարևոր է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը։ Տեսին, անիմաստ նախադասություն։ Գերի բառը չկա։ Խնդիրների հասցեագրումը ո՞րն է, կասեք։ Խնդրի հասցեն Բաքուն է։ Հանդիպել էիք այսօր, հասցեագրել եք։ Այն, որ չկա խաղաղություն, փաստում է Բաքվում հայ գերիների առկայությունը։ Հաղորդագրության մեջ չկա Զանգեզուրի միջանցք տերմինի վերաբերյալ քննարկում ունենալու մասին, ու սա տարօրինակ է։ Ինչու է տարօրինակ։ Մի քանի օր առաջ, սեպտեմբերի 27-ին, ՄԱԿ ամբիոնից Նիկոլն ասում է. «Թող Ալիևը մի հատ պարզաբանի, թե ինչու է օգտագործում Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, ինչ նկատի ունի, որովհետև դա ընկալում ենք որպես տարածքային պահանջ»։ Սեպտեմբերի 30-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում ասում է. «Հայկական տարածքների վրա Զանգեզուրի միջանցք կանոն դնելը անընդունելի է եւ այլն»։ Այսօր հանդիպում է Ալիևին ու չենք տեսնում իրենց հաղորդագրությունից, որ ասած լինի. «Այ Ալիև, այն որ ՄԱԿ-ում պահանջում էի, որ պարզաբանես, մեր ազգային ժողովում, որ պահանջում էի պարզաբանես, դե պարզաբանի հիմա»։ Որն է պատճառը, որ ՄԱԿ-ում Ալիևին դիմում էր խրոխտ տոնով, բայց դեմը նստել է ու ձայն չի հանում։ Կարող եմ ցավով, ափսոսանքով արձանագրել, որ Հայաստանի ղեկավարը, առաջին ղեկավարը Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ վախենում է Ադրբեջանի ղեկավարից։ Եթե վախը չէ պատճառը, բա ինչն է, որ այստեղ ու ուղիղ եթերներով շրջապատված այլ վայրերում հոխորտում է, իսկ երբ դեմ դիմաց են, վախենում է ձայն հանել։ Այստեղ սուրը աճուձախ կտրում է, թիկնապահներով ու ոստիկաններով շրջապատված խրոխտ ելույթներ է ունենում։ Դե հաջորդ անգամ թող Ալիևի հետ հանդիպման էլ գնա մի քանի տասնյակ թիկնապահներով, այնտեղ էլ նման քաջարի ելույթներ ունենա։ Եթե դուք խոսում եք, պայմանավորվում եք վստահության ձեռքբերման մասին, մի հատ նայեք, դուք ինչ զողողություններ եք անում, Ադրբեջանն ինչ է անում։ Ինչ կետ գրում եք խաղաղության պայմանագրի մեջ, ջնջում են։ Դու սահմանադրությունը փոխում ես, ինքը չի փոխում։
Դու հրաժարվում ես միջազգային հետախուզումներից, ինքը չի հրաժարվում։ Դու իր դատապարտված մարդասպաններին, դիվերսանտներին հետ ես ուղարկում, ինքը դատում է գերիներին։ Դու հրաժարվում ես զինվել, ինքը չի հրաժարվում։ Դու Արցախից հրաժարվում ես, ինքը Հայաստանից չի հրաժարվում։ Արևմտյան Ադրբեջան թեզն է անընդհատ օգտագործում։ Դու իրեն մեր տարածքներից հողեր, գյուղեր ես հանձնում, ինքը իր օկուպացրած տարածքներից դուրս չի գալիս։ Իր ոչխարները սահմանն անցնում են, դուք անմիջապես վերադարձնում եք, ինչպես որ այսօր եղավ, բայց երբ հայկական կողմից են անցնում, նրանք չեն վերադարձնում։ Ու էլի լիքը բաներ, բայց ինչ վստահության մթնոլորտ։ Դու այստեղ խոսում ես, որ ինչ որ ադրբեջանցիներ պետք է գան վերաբնակեցվեն, բայց հազարամյա իրենց տներում ապրող արցախցիների մասին չես խոսում։ Այն պարագայում, երբ իրենց տները հենց հիմա քանդում է Ալիևը, այն տները, որ դեռ տաք են, պատերը չեն հասցրել սառչել, քանդում են, դրանց մասին չես խոսում։ Խոսում ես, որ սովետի ժամանակ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել ու ինչ որ իրավունքներ ունեն։ Հայաստանի իշխանությունը շարունակում է շատ վտանգավոր գործելաոճ։ Այն է, երբ չի կարողանում խնդրը լուծել, չտեսնելու է տալիս։ Ոնց որ չտեսնելու են տալիս թշնամու մեր երկրի ներսում գտնվելը։ Ոնց որ չտեսնելու են տալիս, որ Ադրբեջանը չի թողնում սահմանամերձ գյուղերում հող մշակենք։ Հիմա էլ քանի որ չի կարողանում Ալիևին պահանջել, պարտադրել, համոզել, որ չասի Զանգեզուրի միջանցք, ասում է դե լավ, թող ասի, մենք կմտածենք, որ խոսքը մեր երկրի տարածքի մասին չէ։ Վաղը կասի ջանդամ, թե չի ասում արևմտյան Ադրբեջան։ Եկեք մտածենք, որ դա Ադրբեջանի արևմտյան մասը նկատի ունի։ Սենց ջայլամավարի ձեզ թվում է լուծելու եք անվտանգային հարցերը։ Ոչ, երեք էլ ասացի, եթե դուք չեք կարողանում մեկ բան պայմանավորվել, որ չասի Զանգեզուրի միջանցք, ոնց եք մյուս հարցերը կարողանալու, ոնց եք կարգավորելու, ասենք, այդ միջանցքում երթևեկությունը։ Անունը ամենապարզ հարցն է, բայց անունը չեք կարողանում պայմանավորվել անգամ։ Հիմա դու տես, սիրելի ժողովուրդ, քո երկրի իշխանությունը, որ չի կարողանում մի հասարակ հարցի անվան, վերնագրի շուրջ համաձայնության գալ, վաղը ոնց է պաշտպանելու քեզ, եթե օրինակ անցնես այդ միջանցքով ու ունենաս պրոբլեմ։ Կարճ ասած։ Այն, որ ադրբեջանցիների ու հայերի միջև վստահություն չկա ու չի էլ լինելու, երբևիցե։ Ինձ համար միանշանակ է, բայց ինձ համար միանշանակ է, որ վստահություն չկա նաև Նիկոլի միջև։ Հայաստանը ներկայացնողը պարզապես ստիպված է համակերպվել, լռելու ենթարկվել։ Գուցե նրա համար, որ այլ ելք չունի, թույլ է։ Գուցե նրա համար, որ համամիտ է նրանց հետ։ Գուցե նրա համար, որ պայմանավորվածություններ ունի։ Գուցե նրա համար, որ կոմպրոմատներ կան։ Գուցե նրա համար, որ ընտրություններում խոստացել են աջակցել կամ այլ պատճառներ եւս կան, բայց տեսնում ենք, որ Ալիևը հակառակը հայ ժողովրդի նկատմամբ չունենալով գոնե փոքր-ինչ վստահություն, Նիկոլի նկատմամբ ունի, համոզված է, որ քանի Նիկոլն է Հայաստանում վարչապետ, կխոսի ինչ ուզում է, կպահանջի ինչ ուզում է ու կստանա ինչ ուզում է։